Սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում ինստագրամյան հարթակում։ Գաղտնիք չէ, որ այս օրերին դերասանուհին գտնվում է իր ամուսնու ծնողների տանը Ուֆայում։ Նա այնտեղից հրապարակումով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Կատարվում այն հետևում ուշադրություն մի դարձրեք, որովհետև հավես չունեմ ուղղակի։ Կարամ չունենամ հավես, կարամ իդեալական չլինեմ ուղղակի։ Եվ իմացեք, այն ինչ որ միշտ ինստագրամում կա, դա իրական չի։ Չէ, իրական է, բայց իրականը այդ պահի համար միշտ չի որ տենց ենք։ Մազերս հարթակում եմ, ինչ-որ շատ եղավ էս յուղը։ Հիմա պլաններիս մասին ասեմ, պատրաստվում եմ մազերս հարթուկեմ, հարցնեմ Գոգոյից, եթե տեղ ենք դուրս գալու կսվեմ, եթե չէ, տեսանակս հավաքեմ։ Շատ տաք է այս հարթուկը չոտը։ Ինչը լավ է անում։ Ամսի 22-ին մենք գնալու ենք Աղմալի համերգին։ Ուֆայում! Ուրեմն պետք է ամսի 17-ին հետ գանք, բայց ես Աղմալ եմ իրան ասում, ինքիմ համար Աղմալա, չգիտեմ ճիշտ անունը ասելու ձևը ոնց է։ Երգերն եմ լսում, չգիտեմ, այդ իր կոնցերտների ատրվակները ամեն ինչ ես սենց TikTok-ով էլ թերթերուց Instagram-ով էլ ֆիդում միշտ ես իրան հետևում եմ, ֆանատն եմ իր էմոցիաների, իր արտիստիզմի, իր իրական լինելու, իր այդ ոչ աստղային, չգիտեմ ինչ վիճակների, ես շատ եմ սիրում իրան։ Ու սենց նայում եմ ասում եմ, ոյ, Երանի իր համերգներից լիներ գնայի, թեկուզ նայում եմ ասում եմ Մոսկվայում կամ չգիտեմ մոտ մեր Ուֆային մեզ մոտ միտեղ, որ գնայի, քանի ստեղ եմ, մեկ էլ կարդում եմ Ուֆա։ Ասում Գոգո, մենք պետք է այս համերգին գնանք, ալտերնատիվ չկա։ Հետո դոմսերը վերցնում ենք իրիկուն ընտանիքով, որանցի 22-ին գնանք եւ այլն երկարացնում ժամկետը, մեկ էլ Instagram-ը մտնում, տեսնում եմ, որ մայիսի 3-ին էլ համերգ ունի Հայաստանում։ Այդտեղի տոմսնել եմ պայծառել, առաջին շարքում արդեն պատրաստված, ճոխ կգնամ։ Ես մեկ էլ գեոպիկայի շատ մեծ երկրպագուն եմ, անգամ մենք մեր հարսանիքին էինք պլանավորում իրան կանչել ու պլանավորելը որն է, շատ հստակ որոշել էինք, բայց ինքը ասաց, որ հարսանիքներին չի երգում պրինցիպիալ։ Գրեթե ավարտեցի համերգին ամսի 22-ին որոշել եմ կարմիր պիջակը, որ ձեզ ցույց տվեցի, դա հագնեմ։ Ոպսոր շատ հեռու է տոմսը, որովհետև ես շատ ուշ իմացա ու արդեն շատ քիչ տոմսեր էին մնացել։ Բնական լույսի ներքո էլ ցույց տամ։ Եթե շպարվելու լինեմ, դա էլ ցույց տամ։ Մենք պերաշկ ենք պատրաստում։ Սա մեր պատրաստի արդյունքներն են։ Այսպես կփորձեմ և կասեմ եմ կարծիքը։ Բայց շատ լավ նախմոր է եղել, ընտիր է եղել, խմորն է շատ լավ է, բոմբչկա է, փորձել է պետք։ Ու ստեղ պատրաստել ենք, արդեն նավնեց եմ ասում պատրաստել ենք, պատրաստել, նապոլեոններ ընտիր, սպասում ենք մի քիչ փափկի ու թռչնիկաթի երկու դիզայնով ենք արել, ընտիր է, ես փորձել եմ կրեմը։ Այսքան խմորով պատրաստելու ենք հաց։ Թուղթը դնել չստացվեց, նենց որ կդիմենք ուրիշ մեթոդների։ Ձիթապատում ենք։ Հիմա խմորը պետք է տեղադրենք մեջը։ Ու ավելացնում ենք սեմուչկաներ հացի վրա։ Տեղափոխում ենք գազօջախ։ Փնում ենք հիմա արդեն գազօջախը, ինչքան է 200-ի տակ ամիացրով և սպասում ենք։ Մեր հացը պատրաստ արդեն հանում ենք։
Դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության կողմից։ Վերջին զանգը հեռուստասերիալում նկարահանվելուց հետո այս դերասանուհու հանդեպ հետաքրքրությունն առավել շատացավ։ Սակայն պետք է նշենք, որ դերասանուհու մասնակցությունը տվյալ հեռուստասերիալին մեծ հնարավորություն տվեց ունենալու հանդիսատես և հեռուստադիտող։ Դերասանուհի Ռոզա Դավթյանի մասնակցությամբ այս հեռուստասերիալը նախորդ ամսին մոտեցավ իր ավարտին, սակայն օրեր անց սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը հայտարարեց նոր գոյամարտ հեռուստասերիալի մասին։ Շատերը սպասում էին, որ Ռոզա Դավթյանը այս հեռուստասերիալում ևս զետեղված կլինի։ Նա Դիանա Գրիգորյանի հետ մի քանի հրապարակումով էր հանդես եկել, այդպիսով կարծես թե ակնարկելով, որ ինքը ևս մասնակցությունն ունի նոր հեռուստասերիալում, սակայն ավելի ուշ հերքել է լուրերը։ Նրան օրերս հարց են հղել. Ռոզա ջան, շատ կցանկանայինք ձեզ տեսնել գոյամարտ ֆիլմի դերասանական կազմում։ Վստահ ենք, որ ձեր ներկայությունը կզարդարի ֆիլմը։ Անսահման շնորհակալ եմ այսքան մեծ ուշադրության համար։ Բոլոր տեղերում նկատում եմ անունս ու գնահատում եմ, որ զգում եք բացակայությունս։ Ես ևս շատ սիրում եմ իմ հեռուստադիտողին, մեր անձնակազմին, բայց առաջիկայում երկարատև նախագծեր չեմ նախատեսում։ Հուսամ այդ պատասխանով վերջ կդրվի ահռելի հարցերի հոսքին, վերալիցքավորվեմ, ուժերս հավաքեմ ու վերադառնամ։ Այսպիսով Ռոզա Դավթյանը հերքում է այն լուրերն ու խոսակցությունները, թե ինքը մասնակցություն է ունենալու գոյամարտ հեռուստասերիալում։ Այսպիսով շատ հեռուստադիտողներ տխրել են, քանի որ իրենց սիրելի դերասանուհուն հնարավորություն չեն ունենա ամեն օր տեսնել հեռուստաէկրաններին։ Նշենք նաև, որ ի տարբերություն Ռոզա Դավթյանի, Լևոն Մկրտչյանը այս հեռուստասերիալում զետեղված է։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով մշտապես ակտիվ է ինստագրամյան հարթակում, ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով է հանդես գալիս, այդպիսով ցույց տալիս իր առօրյա կյանքից դրվագներ։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Ռոզան իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ մեկնել էր արտերկիր հանգստանալու։ Այդպիսով նրանք յուրաքանչյուրն իր ինստագրամյան էջում հրապարակումներ էին անում, ցույց տալով իրենց գերշքեղ հանգստից բացառիկ կադրեր։ Այս ամենի մասին ավելի ուշ։ Դերասանուհին այսօր ինստագրամյան հարթակում հրապարակումով է հանդես եկել, ցույց տալով իր գեղեցիկ ծաղիկները, այդպիսով նաև ցույց տալով իր և Գուրգենի գեղեցիկ բնակարանը, որում նրանք ապրում են։ Նշենք նաև, որ բնակարանը զույգը ձեռք է բերել ամուսնությունից հետո։ Տևական ժամանակ վերանորոգման փուլում էր գտնվում այն, դե իսկ այսօր նրանք վայելում են գեղեցիկ տունը։ Ի դեպ, այս բնակարանը գտնվում է նորակառույց թաղամասում։ Երիտասարդ և սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը ընդամենը օրեր առաջ ավարտեց իր գործունեությունը Վերջին զանգը հեռուստասերիալում։ Սերիալը մոտեցավ իր ավարտին։ Այս դերասանուհին նկարահանվելով այս սերիալում էլ ավելի մեծ սեր ու հարգանք վայելեց։ Չնայած նրան, որ դերասանուհին տարիներ առաջ նկարահանվել էր մեկ հեռուստասերիալում, այնուամենայնիվ հասցրել էր մեծ ճանաչում, սեր ու հարգանք վայելել հեռուստադիտողի կողմից, դե իսկ այս հեռուստասերիալը էլ ավելի ամրապնդեց այդ ամենը։ Ինստագրամյան հարթակում օրորի ավելանում են Ռոզա Դավթյանի հետևորդների քանակը։ Այս տարի դերասանուհին ամուսնացավ, դե իսկ այս ամուսնությունը նրա անձնական կյանքը էլ ավելի շատ հետաքրքրություն առաջացրեց մարդկանց շրջանում։ Ամանորին Ռոզա Դավթյանն իր ամուսնու ընտանիքի, ինչպես նաև իր մայրիկի և եղբոր հետ մեկնել է հանգստի, նրանք գտնվում են Եգիպտոսում։ Ընտանիքի անդամները պարբերաբար հրապարակումների տեսքով են հանդես գալիս, ցույց տալիս, թե որքան լավ ժամանակ են միմյանց հետ անցկացնում։ Երեկ Ռոզա Դավթյանի սկեսուրը հրապարակել էր Հարսի մասնակցությամբ լուսանկար և գրել «Ինդիգնիկ», դե իսկ Ռոզան այսօր ևս մի քանի հրապարակումներ է արել, ցույց տալով, թե որքան գեղեցիկ հանգիստ են վայելում իրենք Եգիպտոսում։